Ես այդ օրվանից իրավունք ստացա իրեն այցելելու, իր կողքին լինելու, քայլելու, սրճարանում այս նկարիչների միության այնտեղ նստելու, ուղեկցելու իրեն սրճարանից տուն, լսելու իր խոսքը, որ չափազանց քիչ էր, բայց բարձր բովանդակություն ուներ կհիշեիր մշտապես, բայց նաև անխնա էր գեղեցիկի սուտի նկատմամբ, անխնա, իր այս կեցվածքը մշտապես ներկա է եղել և այսօր դա կարելի է ապրել այդ կեցվածքը իր պոեզիայի մեջ, որ երբեք գլխահակ չեղավ, կորացած կորակամակ չեղավ, եղավ տեր գաղափարի, երկրի, ընթացքի գոյութենական, ժամանակաշրջանի ծավալումների տեր, առաջնորդ, տիրակալ